Բարի երեկո սիրելի հայրենակիցներ, այսօր կարճ եթեր կանեմ, իսկ վաղը կամ մյուսօրը ավելի շատ կարևոր ինֆորմացիա կբարձրացնենք։ Սիրելի հայրենակիցներ, ես նայում եմ հիմա այս ազգային ժողովի եւ այս ամեն ինչ որ կատարվում է։ Ես ուղղակի ուզում եմ Նիկոլին մի հարց տալ։ Նիկոլ, որ հիմա անգել է Սերժի Քոչոյի հետևից, լավ է սարել, դա պետք է շատ 8 տարի առաջ արածների այդ մարդասպաններին եւ խուլիգաններին եւ մնացած դրանց նման թափտկուկներին ձերբակալ էիք, եթե իրոք դու եկել էիր մերժել Սերժին։ Հիմա հարց, որ գնացել ես Քոչարյանի վրոձի փողերն ես ման գալիս, ավելի մեծ թեման ձեռդ կոզերը ձեռդ դու ես ասել, էլ ինչ ես Քոչարյանով փողերով զբաղվում, որը որ դու ասում էիր, որ 27-ի դեպքը Վազգենի եւ Դեմիրճյանի եւ մնացած պատգամավորներին սպանողը դա Քոչարյանն է, դրանից լավ green card քեզ, որ հիմա Քոչարյանին ցմա ձերբակալ ես, քան ընկել ես ինչ-որ կոռուպցիա կամ բան, դրանով դատում ես, մնացածը վերցնում ես ձեռքից եւ պրծնում է։ Ինչ եք ընկել կապիկություն անում, ցելի հայրենակիցներ, ուրեմն սա կապիկություն եւ առևտուր է, ինչպես որ ես ասել եմ։ Ուղղակի Քոչարյանը, Սերժը եւ մնացած օլիգարխները, ով որ բուֆերային գոտին եղել են եւ կան, որ հիմա վրոձի նստած են, դուս են գալի, հետո ձեռնես խլում են, ոչ։ Դա առևտուր է ներքին, որը շուտով կլսեք, որ նրանք ուղղակի վաճառել են սևով, հիմա վրոձի նստում են, մարդկանց ցույց են տալի, որ իրանք դատվում են, բայց այդպես չի։ Նրանք վաճառել են իրանց ներքին կարգով, հարստացնելով մեկ ուրիշ օլիգարխի եւ ցույց տալով աշխարհին, որ մեր բյուջեն մեծ է։ Դրա համար սիրելի հայրենակիցներ, մերժեցիք Սերժին, բայց այսօր Սերժը չի դատվում, վրոձի երկրի սահմանները փակել են Սերժի համար, Քոչարյանին դատում են, արդեն 8 տարի դատում եւ չեն դատում։ Նորից եմ ասում, Վազգենի սպանությունը Նիկոլ Փաշինյան, դու ես ասել, որ ազգային ժողովից քանի անգամ ասել ես, որ Ռոբերտ Քոչարյանն Վազգեն Սարգսյանի եւ մնացածի սպան է։ Ահա։ Դրանից էլ բարձր դատական հոդված միանգամից կարող ես հենց հիմա հաստատել եւ դուբլել ցմա եւ մնացած այն մարդկանց, ով որ այդ խաղի մեջ եղել են, որը որ Սերժը 100% իրականներով մեջն է։ Դրա համար սիրելի հայրենակիցներ, ինչ որ ես տեսնում եմ հիմա եւ մենք չենք բարձրաձայնում, որտեղ շատերը գրում են, չենք բարձրաձայնում մի պատճառով, որտեղ սա առևտուր է։ Նրանք իրանց եղածը վաճառում են ինչ որ X մարդու, որը հետագայում դա մի տարի, 2 տարի հետո կերևա թե ում փողերն է մտել երկիր եւ լվացում։ Ես ասել եմ, Նիկոլ, ես քո համար սուրպրայզ ունեմ, մենք սպասում ենք մեր սուրպրայզին, մեր տեսլականին, մեր ձևին, դրա համար մենք չենք հավատում այս խաղերին, որ այս առևտուրը եթում է վրոձի Քոչարյան են բռնել, Սերժ են բռնել, չգիտեմ, Չորնի են բռնել, Կարմիր են բռնել, Տոլի կապուտ են բռնել, դա խաղ է սիրելի հայրենակիցներ, շեղելով ժողովրդին, մի կողմը հանձնելով, ծախելով, վաճառելով, մյուս կողմը ցույց են տալի, որ վրոձի Քոչարյանին բռնել են։ Նորից եմ ասում, եթե վաղը ազգային ժողովից կբարձրաձայնեն, որ Քոչարյանը դատվում է ցմա Վազգեն Սարգսյանի, Դեմիրճյանի եւ մեր մնացած հայրենակիցների սպանությունը, այն ժամանակ ես խոսք եմ տալի, բարձրաձայնեմ եւ իմ գովասանքը կամ մեր թիմի գովասանքը ասենք Նիկոլ Փաշինյանին, բայց դա չի լինի, որովհետեւ Նիկոլը խաղաղում դրանց հետ միասին։ Ոնց կլինի Նիկոլին բերել են իրանք ինչ-որ դատվեն։ Իհարկե ոչ։ Իրանք իրանց եղածը վաճառում են, նոր բաժնետեր գտնվե, ինչ-ինչ փողերով, նոր անոններ, նոր օլիգարխներ, նոր համակարգ, դեմոկրատական, սենց ասած խաղերի մեջ են ուզում մտնել, որը որ մեր ժողովուրդը դա դեռ չի ըմբռնել։ Բայց շուտով խոսք եմ տվել, ես ասել եմ, չէ, ես իմ դրած առաջադրանքի հետևից եմ գնում, ինձ ոչ մեկ չի կարա շեղի, ինչքան է փորձել են շեղեն կամ ինչքան փորձել են թեքել մեր ուղղությունը, դա չի ստացվի։ Ես ասել եմ, մենք գնում ենք մեր
տեսլականի հետևից, մեր ուզածի հետևից, որը Արևմտյան Հայաստան, Արցախ, թե դա ինչպես կլինի, դա ժամանակը ցույց կտա, Աստված ողորմած է, Աստված մեր հետ է, բայց 2 օրից ես խոսք եմ տալի, շատ աղմկահարուց, էլի ուղիղ եթերներ մնանք, սելարնակիցներ, ուղղակի ես չեմ ուզում հիմա մտնել սրանց այս էժան առևտրի մեջ, ժամանակը ուղղակի վատնել, ցույց տալով ցիրկը։ Այդ Սամվել Կարապետյանը, որ այդ ցիրկը սարքել է, այս ասում է բոլորը միասին, ես ափսոսում եմ այդ գերբը, այդ նստավայրը, որ կոչվում է ազգային ժողով։ Ես կառաջարկեմ ընդդիմադիրներին այդ, չգիտեմ, դրանց ես չեմ ուզում վիրավորել, արդեն ազգի իր պիտակը կպցրել է, տեսնում ենք ամեն օր։ Ես մի բան կասեմ, որ իրանք տեղափոխվեն Սամվել Կարապետյանի Տաշիրի սարքած ցիրկը։ Իսկական ընդեղած ապրանք են, իրարի լավ սազում են, ամեն օր իրարի քրֆել, բողոքվել, ձեռառնել, խնդալ, դմդմցնել, վրոց իրանք ընդդիմադիր են, գցենք խայտարակ ձևով մտնեն, իրանց տանեն, փագեն, բացեն։ Ես որ ասում եմ բուֆեր են սրանք բոլորը եւ ոչ թե իսկական քաղաքական գործիչներ, այլ քաղաքական պոռնիկներ են, որը բուֆերին ինչ ուզում ես արա։ Պոռնիկին երբ որ փողը տալիս ես, գնում ես բորդել, չնայած դա իմ հայ լինելով քրիստոնյա, դա շատ էժան եւ կեղտոտ տեղ է, բայց քանի որ աշխարհը դա ընդունում է, պոռնիկին երբ որ փող ես տալի, գին ես խոսում եւ ձև ես խոսում, ինչ ձև կուզես, արդեն դու ես այդ պոռնիկի տերը դառնում այդ 1 ժամը, 2 ժամը, թե ինչքան ժամ որ դու մուծել ես։ Հիմա սրանց գինը տրված այս պոռնիկների։ Դրա համար մեկը մյուսի վրա թքում է, մեկը մյուսին քրֆում է, մեկը մյուսին հայոյում է, գցենք կանգնած կաթողիկոսին վերջի ձևով նվազացնում են 14 միլիոն քրիստոնյա ազգ, որևէ մեկը պատասխան չի ուզում այս շիզոֆրոնիկից, դմդմցնում, հնում գնում է, այս կապիկություն եւ ցիրկա։ Դրա համար մենք չենք մտնում այս ցիրկի մեջ, մենք այս սատանայի առաքյալների հետ չենք ուզում գործ ունենալ, դրա համար մենք սպասում ենք Աստծո ողորմությանը եւ հրաշքին, եւ ես հավատում եմ դրան, եւ կգա օրը, որ արժանապատիվ մեր հայրենակիցները, քաղաքական գործիչները, հզոր հայի գեն կրող տղեկը օրերից մի օր կգան եւ նույնը հոգեվոր դաշտը կգա եւ կընկնի տեղը։ Ես հավատում եմ դրան, դրա համար ես գնում եմ իմ երազանքի հետևից, իմ աղոթքի հետևից, իմ հավատքի հետևից եւ իմ երկրի հետևից, որը շատերի համար դեռ անհասանելի է դա, բայց շուտով կհասկանաք, թե ինչից է ես այսքան ժամանակ խոսում։ Հիմա Աստված օրհնի ձեզ, շատ մի դրանցով զբաղվեք այդ ցիրկի կապիկներով, որտեղ նրանք անբարոյական պոռնիկներ են, նրանք այս պահին ժողովրդին շեղում են, շուտով գյուղերը կհանձնեն, շուտով մայր օրենքը կանեն, շուտով տերդերներ կհամաձայնվի այս ամենավերջի պղծությանը եւ այսպես շարունակ։ Դրա համար այս ամեն ինչի վերջը պետք է տրվիսվի շատ արժանապատիվ ձևով, իսկական հայի գեներով եւ իսկական հավատացյալ եւ հոգեվոր մարդկանցով։ Աստված օրհնի ձեզ, կհանդիպենք շուտով։